Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Գրիգորյան, սկսենք Գաբալայում ապրիլի 10-ից 12-ը կայացած երկխոսությունից։ Մասնակիցներն ասում են, որ փակ թեմա չկար, քննարկել են խնդիրների լայն շրջանակ։ Դուք որպես մասնակից հենց առաջին ձեռքից ցանկալի է իմանալ տեղեկատվությունը, ինչ հարցեր են քննարկվել Գաբալայում։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, բայց ես ուզում եմ սկզբից ասել, որ այն 5 հայաստանյան փորձագետները եւ հասարակական գործիչները, ովքեր նախաձեռնել են այս խաղաղության կամուրջ, այս ծրագիրը ադրբեջանցի գործընկերների հետ, իրանք երեք անցկացրեցին մամուլի ասուլիս պրես կոնֆերանս, բավական մանրամասն խոսացին, ես չեմ կրկնվի, ուղղակի կասեմ, որ իրոք շատ կարևոր են այս ֆորմատը։ Տարբեր ֆորմատներով մենք բոլորս աշխատում ենք տարբեր երկրների փորձագետների հետ, հասարակական գործիչների հետ, այս է մեր աշխատանքը։ Նաև խաչվում ենք տարբեր ֆորմատներով ադրբեջանցիների հետ եւ նախկինում եւ հիմա դե մեծ կոնֆերանսա հրավիրում են եւ իրանց եւ մեզ, ուրեմն ինչ որ կոնտակտներ միշտ կան, բայց այս ունիկալ ֆորմատ է, երբ որ երկխոսությունը երկու կողմը առանց միջնորդների եւ պաշտոնական մակարդակով եւ հիմա հասարակական փորձագիտական մակարդակով, այդ դա է կարևորը։ Կյանքում պետք չի թողնել քո խնդիրները ուրիշների վրա։ Դու կարող ես օգտագործել նաև այլ ֆորմատներ, դա չի բացառվում, նաև հասարակական մակարդակով, բայց պետք չի ուրիշների վրա թողնել։ Այս պատմությունը, ինչով ավարտվեց Ղարաբաղի հարցը 2023 թիվը, նաև դրա հետևանքն է, որ օրինակ Ղարաբաղի էլիտան, քաղաքական էլիտան նախկին, վերջի ժամանակվա նշանակություն չունի։ Բոլորը կտրականապես դեմ էին խոսել ադրբեջանցիների հետ։ Չէ, բայց ով է ասում, որ եթե դու խոսում ես, դու զիջում ես ինչ-որ բան։ Խոսելը, քննարկելը շատ անհրաժեշտ է, նաև այդ թվում փորձագետների մակարդակով։ Ու դա է պատճառը, որ ես ողջունում եմ։ Բայց ձեր հարցին կպատասխանեմ։ Տարբեր հարցեր քննարկվեցին, ես չի ասի բոլոր հարցերը, բայց տարբեր հարցեր, օրինակ ինձ համար շատ կարևոր էր շոշափել, ուղարկել մեսիջներ, օրինակ, որ Ադրբեջանը անի մի քանի կարևորագույն քայլեր, օրինակ, ստորագրի խաղաղության պայմանագիրը միջև ընտրություններ, որ ավարտվի այս փուլը ընտրություններից, Հայաստանի ընտրություններից հետո նոր փուլի անցնենք։ Ինչպիսի արձագանք եղավ հենց ձեր այդ առաջարկությանը։ Ну, մենակ ես չէ, որ դրա մասին խոսացի, նաև շատերս խոսացինք մեր բանտում Ադրբեջանի գտնվող հայերի մասին, շատերը այդ ճիշտ ասեմ, պատվիրակությունը Հայաստանի շատ հետաքրքիր էր, շատ հետաքրքիր դեմքեր, բոլոր 20 բավական ակտիվ էին, ու ոչ միայն մեկը մի հարց էր բարձրացնում, նույն հարցի հետ կապված մի քանիսը տարբեր մեկնաբանություններով հարցեր բարձրացնում են, արձագանքը դա է, որ գիտեք, մի բան հստակ երևում է, որ այս խաղաղությունը, այս փուլում նաև բխում է Ադրբեջանի շահերից, մենք մտածում ենք մեր շահերի մասին, բայց ես զգացի, որ իրանց էլ դա պետք է, ինչու իրանք դեմ պետք է լինեն, ուրեմն այս իմաստով, նու գոնե մոտ ապագայում ես չեմ տեսնում վտանգներ, սցենարներ պետք է մշակես տարբեր, նաև ոչ բարենպաստ, բայց այս փուլում ես չեմ տեսնում ոչ մի վտանգ, ստեղ ես տեսնում եմ, բայց նոր նախաձեռնություններ իրանք չեն ուզում անել։ Իրանք սպասում են մեր ընտրությունների արդյունքները եւ կգնան առաջ։ Այսինքն կարծում եք, որ ամեն դեպքում մինչև ընտրություններ չի ստորագրվի։ Ну, ես կարծում եմ չեն ստորագրի, մինչև ընտրություններ, ինչքան ես հասկանում եմ, շատ հավանական է մի քայլ կարվի, շատ հավանական է, որ գիտեք, որ առևտուր գնում է։ Ու շատերը, ովքեր այս process-ի դեմ են Հայաստանի ներսում, կամ կատարում են Կրեմլի պատվիրակությունը, կամ անկեղծ մարդը ասում է, լավ, մենք առանք բենզինը Ադրբեջանի կամ այլ ապրանք կառնենք, բայց մեր ապրանքները կմտնեն իրանց շուկա, իրանք ուզում են մի ապրանք կա, որը ինչքան հասկանում են մոտ ժամանակներս ադրբեջանցիք Հայաստանից կառնեն։ Տեսեք, պարոն Գրիգորյան, դուք ասացիք, որ քննարկվել է Բաքվի բանտում պահվող, այսպես ասած, գերիների հարցը։
Շատ հաճախ հենց երեկվա այդ ասուլիսը երբ եղավ, ասուլիսից հետո, երբ նայում ես մեկնաբանությունները, մարդիկ հիմնականում երկու հարցադրում էին անում. Արդյոք հայկական պատվիրակության անդամները քննարկել են Բաքվում գտնվող հայ գերիների հարցը եւ հայկական հուշարձանների, գերեզմանների, մեր եկեղեցիների քանդման հարցերը քննարկվել են, թե ոչ։ Այո, քննարկվել են, բայց կա խաղի կանոններ։ Այս քննարկումները off the record են։ Ընդունված չի բոլոր հարցերը բերել, լցնել հասարակության գլխին, ես այդպես կձևակերպեի։ Գլխավորը, որ մենք քննարկել ենք, օրինակ, գերիների հարցը բազմակողմանի։ Ոչ միայն այն տեսանկյունից, որ խաղաղության process-ը ճիշտ է իրանց ազատել, նաև հումանիտար միջազգային նորմերի համաձայն, նաև զուտ քաղաքական տեսանկյունից։ Եթե Ադրբեջանը ուզում է, որ ավելի արագ ու իրանք ուզում են ավելի արագ հասարակությունների միջև նաև հաշտեցում լինի, հիշում եք, եւ Ալիևը եւ իր թիմի անդամները անընդհատ ասում են, մեզ համար կարևոր է ոչ միայն կառավարության հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, նաև հայ ժողովրդի հետ, հա, ասում են, չէ, բաց են ասում։ Ուրեմն դրա համար այդ հարցը պետք է լուծվի, ուրեմն մի քանի մասնակից Հայաստանից այդ հարցը բարձրացրեցին 10 տարբեր տեսանկյունից, նաև բարձրացրեցին Հիկմետ Հաջիևի առջև, ինչն է ստեղ կարևոր։ Հիմա ես նույնիսկ չեմ ասի իր պատասխանները։ Կարևոր է, որ իրենք հասկացան, որ այդ հարցը մեզ բոլորիս հուզում է։ Ոչ միայն այն մարդկանց, ովքեր կտրուկ Ադրբեջանի դեմ են, ուզում են Ադրբեջանի հետ նորից սրել հարաբերությունները, մեզ մոտ այս ձևի քաղաքական ուժեր կան եւ այլն։ Նույնիսկ մարդիկ, ովքեր խաղաղության ճանապարհով գնացող մարդիկ են Հայաստանում, ու զգալի մասը մեր հասարակության, այս մասն էլ պահանջում է, որ այդ հարցը լուծվի։ Այս մեսեջը հստակ կարող եմ ասել, իրենց մոտ շատ ուժեղ ֆիքսվեց, ինչ կարելի կանեն, այդ իրենց գործն է, կսպասենք։ Ամենակարևոր հարցերից մեկը, թերևս պարոն Գրիգորյան, այդ հասարակությունների միջև խաղաղությունն է, որովհետև մենք շատ հաճախ լսում ենք հենց մեր հասարակության մոտ, որ ես չեմ պատկերացնում, որ իմ հարևանը լինի ադրբեջանցի կամ, չգիտեմ, ադրբեջանցիները գան Երևան, մենք գնանք Բաքու, այդ ատելության վերացումն է, հանդուրժողականության ստեղծումն է կարևոր։ Ու գիտեք, 35 տարվա կոնֆլիկտ, 35 տարի տարաձայնություն, պատերազմներ, նաև դրսից հրահրող քայլեր, նաև բավական արդար պահանջի դրված Հայաստանի կողմից, Ղարաբաղի հայերի կողմից ուժային պատասխան եւ այլն, բարձր ցավերը շատ են, կորուստները շատ են, զոհված մարդիկ շատ են մեր կողմից, իրանց կողմից, բարձր այդպես հեշտ չես հասնի։ Հենց դա է պատճառը, որ այս նախաձեռնությունը ինչով է կարևոր խաղաղության կամուրջի։ Նրանով է կարևոր, որ իշխանական մակարդակից իջնում է փորձագիտական մակարդակ, հասարակական գործիչների մակարդակ, մշակույթի գործիչների մակարդակ, որ հետո իջնի հասարակության մեջ։ Իմիջիալոց մեր մի քանի փորձագետներ, հասարակական գործիչներ ինտերվյու տվեցին իրենց ԶԼՄ-ներին, այդ տրվեց իրենց ԶԼՄ-ներով մենք հասցրեցինք նույնիսկ լսել ադրբեջաներեն, տալիս էին, անգլերեն, ռուսերեն, այո, դա փոխադարձ ուղարկված մեսեջներ են, բայց ուզում եմ ասել, որ պարզ է դա չի նշանակում, որ մեր հասարակությունը կամ իրանց հասարակությունը ամբողջությամբ պատրաստ են։ Ոչ, այդ իմ կարծիքով բավական երկար process է, բայց որ պետք է սկսվի, իդեպ ասեմ ձեզ այդ գերեզմանների, շիրիմների հետ կապված հարց քննարկվեց, ինչքան հասկանում են այս ուղղությամբ իրանք պատրաստ են ինչ որ փոխադարձ քայլեր անել, լուծելու մի շարք հարցեր պատրաստ են, բայց նորից կրկնում եմ, շատ կարևոր է այդ նախաձեռնությունը, որ սկսես այդ process-ը, ոչ թե երրորդ կողմի միջոցով։ Օրինակ, երբ որ Ղարաբաղի մեր իշխանությունները նախկին վերջի ժամանակվա 2023 թվին, երբ որ իրանց ասում են, դե մտեք ուղակի ադրբեջանցիների հետ կոնտակտի մեջ, հիշում եք, Սոֆիայում պետք է լիներ հանդիպում, իրանք կտրականապես հրաժարվում էին, հասկանում եմ, հավատ չկար, որ Ադրբեջանը ազնիվ կլինի, չգիտեմ, տրանսպարենտ կլինի, բայց ինչով ավարտվեց։ Ռուսաստանը ասեց, ես կամ մի անհանգստացի, ես կլուծեմ ու լուծեց։ Նորմալ ճակերտներում, նորմալ իր ուզած ձևով լուծեց, փոխանցեց Ղարաբաղը, ում դուք բոլորդ գիտեք։ Ուրեմն պետք չի թողնել քո ցավը, քո խնդիրները, քո խնդիրները
հարևանի հետ, այլ պետության հետ ուրիշների վրա։ Առանձին բաղադրիչներ կարող են լինել այդպես, որ դու ներգրավես ինչ-որ մեկին, բայց մեծ process-ը չպետք է ուրիշին թողնես։ Ճիշտ է, պարոն Գրիգորյան, տեսեք, մենք շատ հաճախ խոսում ենք խաղաղությունից, դուք էլ ասացիք, որ խաղաղության հաստատումը բխում է նաև Ադրբեջանի շահերից, բայց մենք պարբերաբար լսում ենք նույն Բաքվից երբեմն այսպես սպառնալիքներով լի հայտարարություններ։ Այստեղ է, որ հասարակության մոտ գալիս է այսպիսի մի կասկած. խաղաղություն ուզում է Բաքուն, թե չի ուզում։ Շատ ճիշտ հարցադրումներ են։ Իմիջիայլոց հաճախ քննադատվում են այդ հարցադրումները։ Ոչ, նորմալ հարցադրում է։ Ուրիշ բան է, մեկը Կրեմլի պատվերը կատարում է սրելով այդ հարցերը, բայց մեծ մասը մարդկանց, ովքեր մտահոգություն ունեն, այդ մտահոգությունները հիմնավորված են, քանի որ այս գաղափարախոսությունը, այդպես կոչված արևմտյան Ադրբեջանի այդ գաղափարախոսությունը պաշտոնական մակարդակով հիմա գրեթե չենք լսում, բայց տարբեր մակարդակներում կան։ Ու պարզա այդ հարց է, ու իմիջիայլոց մեր մտահոգությունների այդ շարքում նաև այդ հարցը կար։ Այո, հիմա այդքան սրված չի, ես ուզում եմ զգուշացնել, հիմա իրանց զելեմեներում պաշտոնական եւ այլ կամ պաշտոնյաները այդքան շեշտը չեն դնում, հասկանում են, կամ պետք է գնան դեպի խաղաղություն, զարգացում, կամ չեն ուզում, թող մեզ ասեն, բայց այնուամենայնիվ շատ ուշադիր պետք է լինենք մենք այդ իրանց խոսույթների, այդ իրանց նարատիվների ու անպայման արձագանքեք օրինակ մեր արտգործնախարարությունը դու գիտեք շատ լավ պարբերաբար արձագանքում է, բայց ինչ է ինձ դուր գալիս։ Տոնը շատ կառուցողական տոն է։ То есть քննադատելով նույնիսկ չհամաձայնվելով այնուամենայնիվ կոռեկտ է։ Հիմա այդ փապկացումը իրանց հռետորաբանության ես տեսնում եմ։ Պարոն Գրիգորյան, բայց տեսեք, դուք ասում եք շատ կարևոր է այս երկխոսելը, բայց մենք երեք տեսանք, որ ասուլիսից հետո գրառումներ եղան, որ շատ իզուր է երկխոսելը, ինչու է գնացել Ադրբեջան, այսպես քննադատություններ կային, նաև մեր հայկական պատվիրակության անդամների հասցեին։ Ինչպես եք վերաբերում նման հայտարարություններին։ Ну, եթե մենք կառուցում ենք ժողովրդավարական երկիր, եթե ազատությունների աստիճանը բարձր է ու իրոք բարձր է, թող ասեն իրենց կարծիքը տարբեր մարդիկ, բայց հասարակությունը պետք է հասկանա, որ սոցցանցերը հաճախ օգտագործվում են ինչ որ խմբերի կողմից։ Օրինակ, խմբեր կան, որոնք այն ինչ պատվիրում է Կրեմլը կատարում են։ Կրեմլին ձեռնտու չի այդ երկխոսությունը։ Կրեմլը դուս է թռնում։ Մարդիկ չեն հասկանում, եթե մեզ ծախում է բենզինը Ադրբեջանը, ու այդ բենզինը իրար հետևից գալիս են այդ վագոնները բենզինով Ադրբեջանի, ավտոմատ մենք ավելի անկախ ենք էներգետիկայի ոլորտում, չէ՞, այս ձևի ոլորտներում նավ, գազ, այս ձևի հարցերում Ռուսաստանի դա ձեռնտու չի։ Ուրեմն Ռուսաստանը ամեն ինչ պետք է անի նորից սրելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ուրեմն մարդիկ նույնիսկ եթե անկեղծ դա գրում են, մտահոգված են, պետք է հասկանան, որ Ռուսաստանը ոչ թե դժգոհ է ինչ որ բանի, այլ հենց կոնկրետ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, երբ որ Հայաստանը սկսեց Ադրբեջանի հետ աշխատել նավթի, բենզինի ոլորտում, թուլանում է։ Դա է պատճառը, որ երկրորդը, հիմա պատկերացրեք վաղը չեմ այսօր, ես չգիտեմ, կա պլաններ թե ոչ, այդ մի ենթադրությունն է։ Վաղը չեմ այսօր մենք առնենք գազը Ադրբեջանից։ Ուրեմն կախվածությունը Ռուսաստանից կընկնի։ Հիմա համոզված եմ շատերը կասեն, բայց կախվածությունը Ադրբեջանից կմեծանա։ Կներեք, մենք նաև առնում ենք գազը Իրանից։ Ուրեմն ոչ մի ստեղ մեծ խնդրեմ չի, էդ էլ քանակը, օրինակ բենզինի, որը մենք ստանում ենք Ադրբեջանից, դեռ շատ փոքր է, նույնիսկ 1% չի մեր պահանջարկից։ Բայց այլընտրանքը ցանկացած երկրից ստացած այլընտրանքը լուրջ բան է։ Օրինակ Ղազախստանը ուղարկեց, հիշում եք, ծորեն։ Դուք գիտեք ինչ իրար խառնվեցին Մոսկվայում։ Քանի որ հասկացան, որ եթե Մոսկվայից շանտաժ անեն, կասեն, որ ծորենը չենք ուղարկում, ընտրեք պրոռուսականներին, մենք կառնենք Ղազախստանից։ Ու այլընտրանքային ճանապարհը կա։ Ադրբեջանի տարածքով, Վրաստանով, երկաթգծով կմտնի։ Հասկացաք, ուրեմն դեմ կան մարդիկ ազնիվ, ովքեր մտահոգված են, չեն հավատում։ Ու ես հասկանում եմ այդ մարդկանց, դժվար է այդպես հեշտ հավատալ, 35 տարվա պատմություն ունենք պատերազմական, բայց կան մարդիկ, ովքեր միտումնավոր պատվեր են կատարում։ Ուրեմն այդ սոցցանցերում առաջի հերթին այս ձևի պատվեր կատարողները քիչ չեն։
Քանի որ խոսեցիք Ռուսաստանից, այն этаպում, երբ դուք Գաբալայում մասնակցում եք երկխոսությանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսպիսի մի հայտարարություն արեց, առաջարկելով վերականգնել երկաթուղային կապը Ռուսաստանի հետ աբխազական երկաթուղու միջոցով, որպեսզի Հայաստանն Ադրբեջանից երբևէ կախվածություն չունենա։ Կխնդրեմ սա մեկնաբանեք։ Ну, նայեք, այս թեզը նաև Կրեմլի թեզն է։ Այդ ես դա լսել եմ ոչ թե Ռոբերտ Քոչարյանից, այլ հենց Կրեմլից։ Հիշում եք Օվերչուկը մի քանի շարեց մեր դեմ բաներ, հիշում եք Պուտին Փաշինյան հանդիպումից հետո ապրիլի 5-ին, հիշում եք, այնտեղ ցանկում մեր նկատմամբ բացասական արտահայտությունների ցանկում նաև կար ինչա հեսա աբխազական ճանապարհը կբացենք, խնդրեմ Հայաստանը չի ունենա, հիմա մեր հասարակությանը ուզում եմ ասել դա ուղղակի կարող է փչացնել մեր հարաբերությունները վրաց ժողովրդի հետ, Վրաստանի հետ։ Վրաստանը կտրականապես դեմ է։ Վրաստանը ասում է ոնց դուք պայմանավորվում եք Ռուսաստանի հետ, մեզ շրջանցելով միջդեռ այդ աբխազական ճանապարհը անցնում է մեծ մասը հենց Վրաստանի տարածքով։ Ուրեմն պաշտոնական մակարդակով նույնիսկ վտանգավոր է այդ հարցը բարձրացնել։ Բացատրեմ ինչու, քանի որ Աբխազիայից եւ Օսիայից ոչ մի Վրաստանի կառավարություն չի հրաժարվի, դա բացառվում է։ Ուրեմն նույնիսկ այսօրվա կառավարությունը Վրաստանի, որը Ռուսաստանի հետ քիչ թե շատ աշխատում է, բացառվում է, որ այդ համաձայնվի։ Ուրեմն այս թեզերը նույնիսկ վտանգավոր են մեր անկախության համար ու այդ ճանապարհը, որը Վրաստանի ճանապարհը մեզ համար կյանքի ճանապարհ է, ուրիշ բառ ես չունեմ ասելու, ոնց կարելի է դնել վտանգի տակ։ Ուրեմն աբխազական այս գաղափարները զրո են, կյանքում չեն աշխատի, մինչև Ռուսաստանը չվերադարձնի Աբխազիան, Հարավային Օսիան Վրաստանի։ Բայց հետաքրքիր է, որ ընդդիմադիր լրատվամիջոցներում, որոնք անդրադարձել են այս խնդրին, Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանը, մեկնաբանվում էր այսպես, որ Թբիլիսին դեմ չէ, ավելին Թբիլիսին եւ Մոսկվան, այսպես ասած, կուլիսներում փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել այս առնչությամբ։ Նայեք, ես շարժվում եմ ոչ թե ասեկոցներով, այլ փաստերով։ Այս խոսակցությանը պատասխան տվեցին։ Այսինքն սա կարծում եք ապատեգատությունների տարածում նաև այդ առումով։ Ну, գիտեք ինչա, ես ասեմ, լինում է որ ապատեգատվություն, լինում է ընկալու, քանի որ տարբեր հոսանքներ, տարբեր փորձագետներ, տարբեր բաներ են ասում, հիմա մարդիկ կարդում են, ասում են, չէ, ուրեմն դա տարբերակ է։ Ես շարժվում եմ փաստերով, ստուգում եմ, վերստուգում եմ։ Հիմա բոլոր մարդիկ չեն կարող ստուգել, վերստուգել, այդ կամ իրանց գործը ունեն, քաղաքագետ չեն, փորձագետ չեն։ Բայց ես ինչ արեցի, այս ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ասացին, Օվերչիկի ասացին արձագանքեց Վրաստանի արտգործնախարարությունը պաշտոնյաները ու ասեցին, որ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի ու բացառվում առատ։ Միտքը մոտավորապես դա էր։ То есть միջև չլուծվի այդ կոնֆլիկտը եւ այլ, բացառվում է այս ձևի բան։ Ինչ եմ ուզում ասել, եթե մարդիկ չալարեն իրենց արտգործնախարարության, կառավարության հայտարարությունները վերջի ժամանակվա կամ մակում Վրաստանի բարձացած անընդհատ այդ հարցը, գիտեք, Աբխազիայի, Հարավային Օսիայի այն, որ անցել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, եթե կարծեն կտեսնեն, որ այդ երկաթգիծը աբխազական բացելը անհնար է, մինչև այդ հարցերը չլուծվեն։ Եվ վերջին հարցը, պարոն Գրիգորյան, ինչ կանխատեսում ունեք, ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանի շուրջ։ Իրանի հետ կապված, գիտեք, Տրամպի քաղաքականությունը տեսակ ոչ միայն մեր դժգոհություն առաջացնում էր ինչու որ պատերազմը, այդ պատերազմը Իրանի դեմ ավտոմատ ապակայունացնում է, նաև ազդում է Հայաստանի վրա, մեր սահմանի վրա Իրանի հետ նեգատիվ։ Բացի դրանից հիմա ամբողջ աշխարհը իրան քննադատում է։ Այն խոսքերից, որ ինքը ասեց Իրանի քաղաքակրթությունը ես կոչնչացնեմ, Հռոմի Պապը ելույթ ունեցավ իր դեմ։ Եվրոպացիք բոլորը հիմա գիտեք Տրամպը ուզում է Հորմուզի նեղուցը ինքն էլ բլոկադայի շրջափակման մեջ վերցնի, որ նավերը Իրանի այս անգամ դուրս չգան։ Լավ, ասեց։ Դուք նայեք ամբողջ աշխարհի արձագանքը, բոլորը, նաև այդ թվում Ամերիկայի դաշնակիցները ՆԱՏՕ-ի շրջանակներում, Ասիայում, նույն Ճապոնիան, Ավստրալիան, բոլորը քննադատում են։ Ուրեմն ես կասեի այդպես, խրվում է Տրամպը
այդ Իրանի հետ խնդիրների մեջ, դրա մեջ ոչ մի լավ բան չկա, հենց Միացյալ Նահանգների համար։ Իրանցիք միջև վերջ կպայքարեն։ Այո, ուժերը հավասար չեն, բայց իրանք միջև վերջ կպայքարեն։ Ու այդ պատերազմը ինքը վարում է Դոնալդ Թրամփը, ուղղակի իր կամ չի լսում խորհրդականներին, համակարգը Ամերիկայի շատ լուրջ համակարգ է, բայց չի լսում, էմոցիոնալ քայլեր է անում ու լուրջ հետևանքներ կունենա նաև Ամերիկայի համար, ինքը չի բխում մեր շահերից։ Մեզ պետք է որ Ամերիկան դադար տա ու գա Թրամփ ծրագիրը իրականացնի։ Շնորհակալություն։ Ես շեշտեմ իմ հյուրը գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։